Բարի երեկո Ժողովուրդ ջան։ Ուրեմն այսօր ես այդ մետրոյի միջադեպից հետո շատ երկար սպասեցի։ Ես ուղղակի սպասում էի, որ ընդդիմության մեջ գոնե մեկ խելացի մարդ կհայտնվի եւ այդ ամեն ինչը մի քիչ ճիշտ ուղով կտանի, էլի, որ ամեն ինչ չլարվի, էլի։ Ես ինչի համար եմ սա ասում, որովհետև ինձ ճանաչողները գիտեն, ես ինչքան եմ, օրինակ, ես ընդդիմություն չեմ, ես իշխանական կողմի մարդ եմ, չէ։ Ես միշտ ինչքան եմ քննադատել իշխանությանը, անձամբ Նիկոլ Վարչապետին, լինելով իրանց կողմնակից։ Ժողովուրդ ջան, մի քիչ սովորեք, էլի, մի քիչ սովորեք ճիշտ խոսալը։ Ես ընդդիմության մեջ մի հատ մարդ չգիտեմ, որ մի անգամ կայնի ասի, մենք ես բանում, մեր ես ընդդիմադիր կողմի ես մարդը չէ, ճիշտ բան չի անում, չի կարելի ասենք երկրի ղեկավարի հետ նման ձև վերաբերվում, բան։ Հասկանում եք, ես չեմ ճանաչում այդպես մարդ։ Բայց ընդդիմությունը նրանք 20 տարի երկիրը ղեկավարած, իրավաբաններ են, այնտեղ շատ մարդիկ կան, էլի, բայց ես մի անգամ չեմ նկատում մեկը իրանց ընդդիմության այդ կողմնակիցներից բանան են, էլի, նրանց ասենք չի կարելի, շոտակի, չենք սիրում մենք երկրի վարչապետին, ես մի բան, բայց ճիշտը պետք է մնա ճիշտը, մի անգամ էլ ճիշտը ասեք։ Հիմա այսօր այս մետրոյի միջադեպը, Ժողովուրդ ջան, ես հիմա նկարն էլ եմ տեղադրելու, ուշադիր նայեք նկարին, ես վերլուծություն եմ արել իմ բանով, ես ոչ մեկին, ոչ նրան եմ պաշտպանում, ոչ նրան, բայց ես ճիշտն ասեմ։ Նայում եմ այդ նկարին, այդ նկարը արդեն ինձ ասում է ամեն ինչ։ Ուրեմն այդ աղջիկը, ջահել աղջիկը, մետրոյում ոտով գցած, դա արդեն վերջն է։ Երեխեն, դաժե ոտների տակին ցեխը երևում է։ Կողքը, ոտները ուզբեկի նման, ծալպատակ արած, այդ մետրոյի այդ նստարանի վրա, այդպես նստած, գոնե մայրը չի ասում, որ ուղիղ նստի, էլի, շոտակի դիմացներից վարչապետ է։ Հասկանում եք, մանրուք է, Ժողովուրդ ջան, մանրուք է, բայց պետք է նկատես, չի կարելի, դիմացիդ վարչապետն է նստած, գոնե այդ պահը աղջիկ ջան ոտիցդ իջացրու, մի քիչ կուլտուրական եղեք, էլի, մի քիչ մարդ եղեք, երեխուդ էլ ասա տղա ջան, տես չի կարելի մետրոյում, սա հանրային տրանսպորտ է, չի կարելի, տես հետո փոքր երեխա ես, բա դու էլ մայրն ես, փոքր չես, դու էլ ասա, որ տղա ջան չի կարելի մետրոյում տես, մեր տան դիվանի վրա չես, ինքն է կոշիկներով, քեզանից հետո ընդ է ուրիշ մարդ է, սպիտակ զգեստով, բանով նստելու, հասկանում ես, դու հո իջնելուց մետրոյից թաշկինակդ չես անելու այդ մաքրեսը տեյը, որ հետո մի հատ ինչ-որ կին երեխա սպիտակ զգեստով չնստի, շորերը չմխտրի։ Այդ է ձեր կուլտուրան, հասկանում եք, հիմա որ ինձ ուզենակ ապացուցեք, որ վարչապետը այդ աղջկան ինչ-որ սխալ բան ասել, էդի արդեն ինձ համար հետաքրքիր էլ չի։ Գիտեք ինչ չի հետաքրքիր, ձեր կուլտուրան արդեն ձեր այդքանով ապացուցված է, ամեն ինչով։ Նրանից հետո արդեն ինչ կատարվել է վարչապետի հետ, ես միայն կարամ մի բան ասեմ, հո վարչապետը հիմար չի, գնա պատահական մարդուն, հենց առանց որով մի բանի,
Այտենց սկսի նրան ինչ որ նրա վրա ասենց բան անի, զորբա անի, ինչ որ բան նրա խոսա։ Աղջիկ ջան, դու մի հատ Facebook-ում նյութրու, որ ինչպես եղավ, որ այդպես եղավ, մենք քեզ կգնահատենք։ Ու ես լինեմ քո տեղը, որպեսզի մեր երկրում մարդիկ սենց քո պատճառով իրար չուտեն, ես կմտնեմ Facebook, այսենց ոնց որ հիմա ես եմ մտել, ես ներողություն կխնդրեմ բոլոր հայ ժողովրդից, որ իմ պատճառով սենց բանա կատարվել մեր երկրում։ Ես լինեմ քո տեղը, ես տենց կանեմ, աղջիկ ջան։ Ու դու կգնահատվես, շատ կգնահատվես, իսկ եթե դա դու չանես, ես արդեն ասեցի դու ինչ մարդ ես, անկուլտուրական և քո հանդեպ և քո երեխու հանդեպ, տարրական կուլտուրա չունեցող մարդ ես, աղջիկ ջան։ Իսկ եթե դու որոշում կայացնես, ելույթ կունենաս ու ամբողջ հայ ժողովրդից ներողություն կխնդրես այդ միջադեպի համար, ինչպես վարչապետը խնդրես ներողություն, քեզ էլ կհարգենք, բայց եթե դա չանես, քեզ ոչ մեկը չի հարգելու, դու տենց էլ մնալու ես անկուլտուրական և քո երեխու հանդեպ։ Այսքան բան էի ուզում ասեմ ժողովուրդ ջան, ասեցի, ուղղակի ես մեր ընդդիմադիրների ամբողջ ընդդիմադիրներից մի հատ մարդ, նույնիսկ են կլոունը Հայկոն, նայ ելույթ ունենում Փաշինյանին, ով որ այդ անկուլտուրական աղջկա պատճառով հլա մի հատ հանրային ներողություն էլ խնդրի, նույնիսկ Հայկոնա Փաշինյանին, հասկանում եք։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։